Մուշեղ Գալշոյան, Մամփրե արքան։ Մամփրեն ահագին ժամանակ հետևում էր, թե երրորդ դասարանցի թոռնուհին ինչպես է Այբուբենը սովորեցնում եղբորը, որպես թե նախապատրաստում է, որ տղան գալ տարի Այբուբենը սերտած գնա դպրոց։ Եվ տես, թե ինչպես է սովորեցնում։ Շուտ ասելուկի պես, ԱԲԳԴ եզը առանց հնչեցնելու, առանց ներդաշնակելու, բա Մամփրեի սովորած Այբուբենը այդ էր, այդպես էր։ Վարժապետ Տեր-Հարությունը նահատակվեց, Այբուբենը հո չփոխվեց։ Գիրքն հոզբեր, դե բաց ու ինչպես մեջ գրքին է, այդպես զրուցե։ Կարդա հատիկ, խիստ պահանջեց Մամփրեն։ Կարդա մեկիկ ու մեկիկ ցուցամատե, եւ աչքը բաց էջին լարված սպասեց։ Այբ, բեն, գիմ, դա, եչ, զա, համբեր է, լարված նայում էր տարերի շարուկին։ Գիմից հետո հարկ է, որ եղնի էլ հովակիմ։ Այդպիսի բան չկա։ Լավ նայե։ Չկա, այ պապ, չկա, չիկ։ Համբեր է։ Եվ թորանը ծնկների արանքում սեղմած մտածկոտ հայացքը Այբենարանին Մամփրեն շշնջաց, թե այդպես է, գիրքն է սխալ։ Թոռնուհին քաշում է եղբոր թևից։ Համբեր է, հերսոտեց Մամփրեն եւ թորանը պինդ սեղմեց ծնկների արանքը։ Այբուբենը ես կսովորեցնեմ իմ ձգուկին։ Այբ, բեն, գիմ, ել հովակիմ, դա եչ զա, լծիր եզան։ Վարժապետ Տեր-Հարությունը արտասանում էր եւ իրենք խմբով կրկնում էին։ Տեր-Հարությունը հայոց տարերն էր ասեղնագործում ճերմակ պաստառին, հետն էլ արտասանում Այբուբենը, եւ իրենք խմբով կրկնում էին։ Էդ թո, վեր կաց թաթո, ժե ինիլյուն, կապիր քո շուն։ Տեր-Հարությունը մեծ ու ճերմակ պաստառը կախել էր տիրամոր նկարի կողքին եւ վառ կարմիրով հյուսում էր տարերը։ Հայոց տարերը կարմիր են, բացատրում էր Տեր-Հարությունը, քանզի Սուրբ Մաշտոցը իր սրտից է հանել ի լույս, եւ կարմիր են, քանզի թրծված են արդար արեգակով, եւ կարմիր են, քանզի սրբազան կռիվների են մասնակից եղել։ Եվ ասեղնագործում էր հանդարտիկ, հեռվից ու մոտիկից ուշադիր զննելով, երբեմն այնպես վերացած, որ իրենց թվում էր, թե հայոց տարերը նոր հորինվում են, եւ Տեր-Հարությունն է ստեղծողը, օրը մեկ տար, եւ օրեր շարունակ իրենք կրկնում ու սերտում էին Այբուբենը։ Խե ծակեն, ուր է հակեն, հոձաղատ, միհրան, միհրդատ, ճեմեն հի, կգանք հիմի։ Գյուղում բոլորը գիտեն, որ Տեր-Հարությունը ճերմակ պաստառին կարմիր տարեր է ասեղնագործում, եւ որպես թե ի հիշատակ մշեցի այն ուսուցչի, որին սուլթանը ասում են կախաղան է հանել։ Մահապարտ այդ ուսուցիչն է հայոց Այբուբենը հանգավորել այսպես. Այբ, բեն, գիմ, ել հովակիմ։ Ներդաշնակ այնպես, որ երեխաները շուտ սովորեն Այբուբենը եւ բոլորովին չմոռանան։ Նու շավո, պրծի շավո, չապեջե, ուշ է վաչե, ռասևև, ծակեց արև, տյունդրեցո, մարդ աստծո։ Իրենք պետք է ամեն օր չհաշված կիրակի օրերը ամեն օր արտասանեին, կրկնեին ու սերտեին Այբուբենը, եւ ապա գործն ավարտելուց հետո վարժապետը տառ առ տառ պետք է սովորեցներ գրերը։ Այդպես էին որոշել, բայց եկավ եւ ասաց. պատերազմ է զավակներս, եւ ձեր հայրերին հարկավ ասքյար կտանեն։ Գնացեք ձեր հայրերի մոտ։ Եթե Տերը կամենա, նորեն կհավաքվենք եւ ձեզ կուսուցանեմ Սուրբ Մաշտոցի գրերը։ Իսկ այժմ զավակներս, վերջին անգամ միասին հնչեցնենք Այբուբենը հայոց։ Եվ Այբուբենի վերջը այնպես էին ձգում, առանց պայմանավորվելու բոլոր երեխաները միաշունչ, եւ վարժապետն ինքն էլ, վերջը այնպես էին ձգում, չէին ուզում, որ Այբուբենը վերջանա։ Վյուն փյուրքե, քելե սրքե, եվոֆե, օ, ինչ զով է։ Դե զավակներս, Տերն ընդ ձեզ։ Առավոտ էր, բայց գյուղը լուռ էր։ Այբուբենին դաշնած կանչերը, որ իրենց թվում էր, թե մշեցի վարժապետն իրենց գյուղից, հենց իրենց գյուղից է վերցրել, բարձրաձայն ու բարձրախոս իրենց գյուղացիներից, այդ կանչերը չկային։
Այնինչ ամեն օր կար, այդ առավոտ չկար, իսկ այնինչ չպետք է լիներ, կար։ Գյուղի շներն էին խառնվել իրար, կտուրներին կանգնած, դնչներն երկինք կատաղի հաչում էին։ Շներն ինչպես էին հասկացել, որ թուրքած սուլթանը պատերազմ է հայտարարել ռուսաց ցարին։ Գյուղ հասած լուրը ավետիս էր, թե բոտ, ավետիս էր, թե բոտ։ Հոր հետ քայլում էին լուռ, ելվերում էին իրենց թաղը, վերին թաղը, վերին թաղ եւ վերին թաղի վերին տուն։ Տան թիկունքին սարալանջն էր, լանջին շաղկամի արտը եւ շաղկամի արտն ի վեր մեհրե աղբյուրը։ Առավոտյան ինքը մեհրե աղբյուրի ջուրը կապեց շաղկամի արտին եւ ապա գնաց այբուբենը սերտելու։ Իսկ ահա ջուրը կտրվել էր։ Օսմանի լակոտ Օսման, աղբյուրի ջուրը էլի նա է կտրել, այդ ճարպոտ լակոտը։ Որտեղից հայտնվեցին ու հարամեցին գյուղը, փողոցը, հողը, ջուրը, աղբյուրը։ Այն խեղճ պարավի հիմար որդին Ղարիփության գնաց հիմարը ու էլ չերևաց, եւ պարավը մեռավ, եւ պարավի հիմար որդու փոխարեն որտեղից որտեղ այդ հարամ Օսմանը հայտնվեց ու տիրացավ տանը։ Իր անունը Օսման, լակոտի անունը Օսման, աշխարհում էլ ուրիշ անուն չկա։ Հայտնվեց, տիրացավ պարավի տանը եւ ասում է, թե տունը գնել է Գայմագամից, այսինքն գավառապետից թուղթ ունի։ 3 մյուս օր էր հայտնվել, բայց գյուղի անունն արդեն աղավաղել հարմարեցրել էր իր լեզվին, իսկ մեհրե աղբյուրը կնքել Աթաբունար, որպես թե հին անուն է, աղբյուրի նախնական անունը, այդ է եղել, Աթաբունար։ Սա դե էլի ծնունդ, այդպիսի բան ինչպես կարող է լինել, չէ որ աղբյուրը Մհերի անունով է, առյուծ Մհերի անունով։ Աղբյուրն իր պատմությունն ունի, Մհերը ուրեմն, Սասնա տան Մհերը հենց այստեղ, այս սարի վրա է այռուցին հանդիպել ու դատարկ ձեռոք ճղել է առյուծին, եւ Աստծո հրամանով այդտեղից այռուցին հանդիպած ու ճղած տեղից աղբյուր է բխել։ Այ այդպես է եղել, եւ Մհերը կնքվել է առյուծ Մհեր, իսկ աղբյուրը Մեհր է, այ այդպես է եղել։ Եվ լցված ու հերսոտ քշեց դեպի աղբյուրը։ Սուլթանը ռուսաց ցարին պատերազմ է հայտարարել, վարժարանը փակվեց, հորը ուզում են ասկյար տանել, վարժարանը փակվեց, գյուղի շները օրը ցերեկով խառնվել են իրար, վարժարանը փակվեց։ Դու էլ Օսմանի ճարպոտ լակոտ, դու էլ Մամփրեին ես կռիվ հայտարարել, հիմա կտեսնենք։ Այո, աղբյուրի ջուրը Օսմանն էր կտրել, իրեն հասակակից ճարպոտ, բայց ցիցքիտ այդ լակոտը։ Ջուրը շուր էր տվել իրենց տան կողմը եւ նստել էր ուրթին։ Եվ հասնելն ու ոտքի տակ առնելը մեկ եղավ։ Հետո թևից բռնեց շպրտեց իրենց հարամ տան կողմը եւ դարձավ ջուրը կապելու։ Ծնկեց ուրթի մոտ եւ «Օխտաշ»։ Մամփրեն թորանը ցակների արանքում սեղմած ձեռքը տարավ գլուխը։ Ծոծրակի մոտ այնպես իրական պորտկած ցավը, ինչպես է այն օրը, երբ այդ նենք լակոտը այնուամենայնիվ թիկունքից քարով զարկեց ջարդեց իր գլուխն ու փախավ։ Փախչում էր եւ ուսնի ետ քարերի պես շպրտում. «Աթաբունար, Աթաբունար», որպես թե աղբյուրի անունը Մհեր չէ, աղբյուրը քոնը չէ։ Մամփրեն ցավով տմտմբացրեց անցած հուշերին. «Օսման, դու ճարպոտ լակոտ էիր, բայց դու պարծենալու իրավունք ունես։ Նենգորեն ջարդեցիր Մամփրեի գլուխը եւ մնացիր անպատասխան»։ Կոտորում եղավ, գաղթ եղավ, եւ Մամփրեն ճար չունեցավ, քեզ ոտքի տակ գցելու հնար չունեցավ։ Մարաթուկ վկա, Մամփրեն քեզ այնպես կտրորեր, որ դու այլևս չէիր պաղծի աղբյուրի սուրբ անունը, սուրբ եւ տիրակոչ։ Դու ավարառու անօրեն ես, բայց իրավունք ունես պարծենալու։ Աղբյուրի անունը այնուամենայնիվ պղծվեց, իսկ Մամփրեն հայոց գրին այդպես էլ անծանոթ մնաց։ Տեր Հարությունը հյուսած տարերը դրեց ծոցն ու ելավ Արարատ, գնաց ու կորավ վիհերում ու ձյուների մեջ, եւ ինքը Մամփրեն հայոց տարերին անծանոթ մնաց։ Իսկ երբ սովորեր, կոտրումի ժամանակ, գաղթի ժամանակ, հետո պատերազմի դաշտում, երբ։ Բայց եղավ, այդպիսի մի պատմություն եղավ, ախր հայտնվեց, բայց այն էլ ինքը չկարողացավ օգտագործել իր հիմար բնավորության պատճառով, խռովականության։
Այս նոր քարագլուխ գյուղի սովետականացման առաջին տարիներին գյուղում անգրագիտության վերացման կայան բացվեց, ախր Լիկայան։ Վարժապետը ջահել, իրենից շատ ջահել մի տղա էր, եւ հենց առաջին օրը ինչ արեց այդ լխպորը, մատը տնկեց իր կողմ, թե 1-ից 10 հաշվիր։ Վիրավորեց, բայց դե վարժապետն էր պահանջողը։ Հաշվենք, թե Տեր Հարությունը։ 1, 2, 3, 2, 3 ուղղեց Լիկայանի վարժապետը։ 2, 3, 4 ուղղեց վարժապետը։ 4 քրտնած տակից դուրս եկավ։ 4, 5, 6 ուղղեց վարժապետը։ 6 եւ հա փորձեց։ Վարժապետն էր ստիպում, ու հա անարդյունք, եւ վիրավորված ու խռով թողեց հեռացավ Լիկայանից։ Չլիներ այդ անհնազանդ վիցը, 6, տես թե ինչ հանգիստ է պատտում լեզուն, 6 կամ 6, ինչ տարբերություն։ Չլիներ այն հիմար վարժապետը, այն ժամանակ Մամփրեն տարերը սովորած կլիներ։ Դրանից հետո այլևս ինչ տար, ինչ գիր։ Լավ է դեռ Տեր Հարությունի սովորացրած Այբուբենն էլ չի մոռացել։ Զարմանալի է, որ չի մոռացել։ Քանի տարի է անցել։ 64, 65, բայց տես որ հիշում է։ Այբ, բեն, գին, ել հովակին։ Հա, Լիկայանից հետո այլևս ինչ գիր։ Մինչև քիչ ու միջ ուշքի եկավ էլի պատերազմ։ Եվ Մամփրեն ճակատային, եւ գիր չիմանալու պատճառով, նամակ չգրելու պատճառով գյուղում լուր էր տարածվել, թե Մամփրեն անհայտ կորած է։ Իսկ պատերազմից հետո խենթություն կլիներ, որ կռվից տուն գնալուց հետո Մամփրեն նստեր ու գրերը սովորեր։ Եվ այդպես էլ Տեր Հարությունի ասած ժամանակը չեկավ եւ բայց գուցե հիմա է հայոց գիրը սովորելու իր ժամանակը։ Հմի թող զիս, ձգուկ։ Մամփրեն թորանը հրեց ծնկների արանքից, ոտքի ելավ եւ սկսեց անհանգիստ քայլել։ Մարաթուկ վկա, Սուրբ Մաշտոցի գրերը սովորելու Մամփրեի օրն ու ժամանակը նոր տեղ է հասել։ Եվ գյուղը դննգաց, Մամփրեն որոշել է տարաճանաչ դառնալ։ Մամփրեն 80-ին մոտ 80 տարի առանց գրի յոլա է գնացել, իսկ ահա որոշել է գրել կարդալ սովորել։ Ով լսում էր, հանկարծակիի եկած Մամփրեի տան կողմն էր նայում, այնպես թե տունը հրդեհվել է։ Հետո տեսնում էր, տունը խաղաղ ծխում է, դառնում ծիծաղում էր։ Խելռել է Մամփրեն։ Իսկ ով մուտք ու ելք ուներ Մամփրեի տունը, գնում տեսնում էր, Մամփրեն խելքը տեղը շատ լուրջ, շատ զգաստ եւ շատ գործնական կուրծքնիվար մեկնած է հատակին, դիմացը հայբենարանը, դիմացը տետրեր, ձեռքին կարմիր մատիտ եւ գլխավերևում որպես ուսուցիչ թորնուհին։ Ասա ա, այբ, մեծատար ա, մեծատար ա, դե գրիր մեծատար ա։ Ջուխտակ արվակ կողքի սարից քիչ վարեն կթափվեն պստիկ արվակի մեջ, ու արվակները ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան, ու աչակողմյա արվակից պստիկ մեկ արվակ ճոտ կտա դեպ աչ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար։ Էս քեզ մեծատար ա, պատկերն իմաչած դեմն է։ Յա, հարևանը ժպիտը դեմքին անկյունում նստած է։ Երբ է հայտնվել, ինչու է եկել եւ ինչ է ուզում։ Գրասենյակ չերթանք Մամփրե։ Չէ ջանեմ, գրասենյակ։ Մամփրեի խելքն էր շատ, որ աշունքվանից գարուն գրասենյակից դուրս չէր գալիս։ Պրծավ, այլևս ոչ մի գրասենյակ։ Թող պարապ սարապները գնան, ծխեն ու դատարկ խոսեն ու ծխեն եւ խեղդվեն իրենց ծխի մեջ։ Մամփրեն կարևոր գործ ունի, նպատակ ունի։ Մարաթուկին տված ուխտ ու պայման ունի Մամփրեն։ Մինչև Սուրբ Մաշտոցի գրերը չսովորի, ոտք չի դնի գյուղամեջ։ Վերջ։ Եվ խնդրում է, որ չխանգարեն իրեն։ Այդքան բան։ Եվ կամաց ձմռան հետ մոռացան նրան, թե հարսանիքների ժամանակ կամ տխրության հիշեցին ժպտալով։ Ձմեռը փոթորիկ է մտել Մամփրեի գլուխը, գարնան հետ դուրս կգա։ Եվ գարնան հետ Մամփրեն հայտնվեց գյուղում։ Մամփրեն պատերազմից կռվի դաշտից էր եկել։
Մանփրեն ղարիբությունից էր եկել, Մանփրեն սահմանն անցել գնացել էր երգիր եւ ահա եկավ։ Գյուղի հավաքատեղիում այդպես դիմավորեցին. նրանք, որ նստած էին քարերին, ոտքի ելան, նրանք, որ ոտքի էին, ընդառաջ գնացին, ձեռք սեղմում նույնիսկ ողջագուրություն, եւ Մանփրեն թև ու թևատակն ազատելու համար թղթերը խցկեց գրպանները, ձեռքվեց ու կարոտած նստեց իր քարին։ Եվ եղավ իմաստուն մի լռություն։ Գյուղի հավաքատեղիում այդպիսի խորհրդավոր մի լռություն մեկ էլ տարիներ առաջ էր եղել, երբ լուր հասավ, թե ռուս մի տղա Տոհմանունով Գագարին տիեզերք է թռել դեպի Աստված։ Եվ ինչպես այն ժամանակ, հիմա նույնպես լռությունը խախտեց տարեկիցներից ամենաանհոգը, անդարդ Ավեն։ Մանփրե, բարի տեսանք, քու չարչարանքն ապաշխարանք։ Այ հենց դա չէր ուզում Մանփրեն։ Հայացքը գարնանագոլ գետնին Մանփրեն մտածեց. այնուամենայնիվ, լռությունը խախտողը Ավեն չպետք է լիներ։ Ցավի, ուրախության եւ խոսքի կշիռը չիմացող անդարդ Ավեն չպետք է լիներ խորհրդավոր լռության խախտողը։ Տարերն թամամ սովորեցիր, Մանփրե, մշեցի Խաչոն նեղ սրտած ձեռնափայտը դեմ արեց Ավեին։ Ամփերե, քանց երեխա ինչու կթռվռաս։ Մշեցի Խաչոն, որ Մանփրեին ուսընկից էր, վերականգնեց պահին վայել լռությունը։ Քխքած հասկացրեց, որ մենջ ընկնող խանգարող չլինի, հարմարվեց իր քարին եւ ձեռքը հանդարտ դրեց Մանփրեի ծնկին։ Ողորմի քո անուշ ծնողած Մանփրե, մարաթուկ վկա, քու արածը Մանփրե, մեծ մարդու արած էր, մեծ բան էր։ Եվ խիստ բարձրացրեց ձեռնափայտն ու շեփ հայացք նետեց Ավեի կողմ։ Ու ամեն մարդու բան չէ, ողորմի քո անուշ ծնողած, կրկնեց մշեցի Խաչոն եւ շարունակեց բորբոք ու ներշնչված։ Եվ ասաց, թե ճշմարիտ է, որ ինքը աշնանից մինչև այսօր չի գնացել Մանփրեի տուն, Մանփրեին չի երևացել, պարզապես չի կամեցել խանգարել, բայց զոր ու գիշեր մտքով Մանփրեի հետ է եղել եւ աղոթել է, որ Մանփրեի ուխտը ի կատարածվի։ Ինքն էլ փորձեց, ախր հոգի ունի տալու եւ պետք է խոստովանի, ինքն էլ փորձեց սովորել Սուրբ Մաշտոցի գրերը։ Երբ լուր առավ, թե Մանփրեն այդպիսի սուրբ ուխտ է կապել, ինքն էլ գոտեպնդվեց, բայց որդին խանգարեց։ Որդին աղջկա ձեռքից այբենարանը վերցրեց, շպրտեց մի կողմ, թե պապիտ իզուր մի չարչարիր։ Ողորմի քո անուշ մոր, Մանփրե, Սուրբ Մաշտոցի գրերն ինչ տեսք ունեն եւ ինչ բնույթ ունեն։ Մեկ-երկու նմուշ պատկերե, Մանփրե։ Մանփրեն, որ գլուխկախ լսում էր Խաչոյին, փառք Աստծո, ուրեմն գյուղում բոլորը չէ, որ իր արածը ընդունել են խենթություն։ Հիմա շտկվեց եւ ձեռքը տարավ գրպանը, որ թերթերից ընտրի գլխառատ գիրը եւ բացատրի։ Բայց միտքը փոխեց։ Գտավ մի կտոր ճիպոտ եւ ուղիղ մի գիծ քաշեց խոնավ գետնին։ Էս ինչ է, Խաչո, մշեցի Խաչոն երկմտեց։ Իսկ անդարդ Ավեն ելավ, կանգնեց գծի գլխին եւ շտապեց։ Գիծ է, հիմա ես էլ գծեմ, ու իմ պապի պապն էլ գա ու գծե։ Ամփերը, Խաչոն ձեռնափայտով քշեց Ավեին։ Նստի քու տեղն ու մեր արևը մի ծրար է։ Հաշվենք, թե առու է Խաչո, արվակ։ Մանփրեն գիծը խորացրեց։ Արվակ է ու ոչ թե դաշտի արվակ, սարից իջվարող արվակ է, շիտակ ու բարակ ու զուլալ։ Մեկ ուրիշ նմանատիպ արվակ կողքնի հետ կիջվար է, շիտակ ու բարակ ու զուլալ, եւ զուգահեռ գծեց։ Ու այս ջուխտակ զուլալ արվակները սարից կիջվարեն ու կհանդիպեն ու կմիանան մեկ ավելի պստիկ արվակի, լանջնի հետ գնացող, էս է։ Մանփրեն ճիպոտով զուգահեռ արվակները միացրեց։ Միացան, թե արվակները զարկվան իրար, ուրեմն ջուրը կշատանա, ուրեմն արվակները կլցվեն ափ, ուրեմն հարկ է, որ մի տեղից ջուրը ճոտ տա, էս է, ուրեմն ճոտ կտա, քչիկ մի կերթա ու ուր պետք է երթա Խաչո, սար է, չէ, ուրեմն կդառնա ու էսպես կիջվար է, էս եղավ ուրեմն Սուրբ Մաշտոցի առաջին տարն ու մեծ տարը,
Պատի տակ նստածները, բոլորը համերկրացիներ, բոլորը տարերին անծանոթ, լուռ նայում էին Մամփրեի գծած տառին եւ սպասում, թե Մամփրեն էլ ինչ կասի։ Գրերից մի քանիսին շիպ-շիտակ արվակների պատկերից փոխսեն։ Էն էլ թե ինչու, Սուրբ Մաշտոցի կամքն է։ Մեկ-երկուսն էլ կան, որ մեղա Սուրբ Մաշտոց, այդ մեկ-երկուսը խաչո իմ սրտին դուր չեն գա։ Եվ գծեց թն ու կտիչը կտրեց։ Կտիչը, օծի կտիչ է, ու իմ սրտին դուր չի գա։ Այս մեկը, մյուսը, եւ գծեց քն, այ մեծ առու է։ Առու է, թե գետը մեծ է, քանզի միտեղ լիճ է կազմել։ Ահա, ապա մի արվակ գալիս է, թափով գալիս զարկում կտրում է այդ մեծ առուն։ Զարկում կտրում անցնում է, կտրելը կտրում է, բայց չգիտես ինչու, չի ձգվում, չի երկարում, այ այսպես։ Եվ հատիչը, քեի պոչը հատող գիծը ձգեց ու տարավ, քանի ձեռքը երկարում էր, եւ քանի ճիպոտը տանում էր, ձգեց։ Այ, այսպես, Աստված քու տուն սարքե, ինչու ես արվակի դեմն արե, դիտողություն արեց Մաշտոցին եւ ներողություն խնդրեց։ Մեղա, Սուրբ Մաշտոց, մեղա։ Հմը իմ կարճ խելքով խաչո, այն արվակն է, այն գետակը, որ մեծ առու ու գետ կգտրի, այդ արվակի ճամփեն հարկ է, որ եղնի երկար ու երկար։ Էլի լռություն եղավ։ Մամփրեն այդ որ աշխարհն է հասել, որ աշխարհից է գալիս, որ աշխարհի մասին է այսպես ճարտար պատմում։ Օրծերություն Մամփրեն ելավ ու զարկեց։ Դավթի հրեղեն թուրն էր Մամփրեի ձեռքին։ Զարկեց եւ պարիսպներ խորտակեց, եւ հորիզոններ բացեց իր համար։ Երկրից հասավ մինչև երկինք եւ Սուրբ Մաշտոցի հետ վեճի մեջը։ Իսկ իրենք մնացին իրենց քարերին կպած, քարի ոստի պես։ Նույնիսկ անդարդ ավեն էր անծպտուն ու բերանբաց նայում Մամփրեի գծած հրաշք տառին, որ տառ չէր, այլ գետ ու գետակի հանդիպում ու հատում։ Մամփրեն է ասում. Ուրեմն խաչո, հայոց գրերը գետերի ու գետակների, սարնի վար իջվարող ու սարնի հետ գնացող արվակների, շիտակ ու զուլալ ու կանաչապ արվակների հոսք է։ Կծվնոնք է ու հատոնք, այդպես պատկերացրու։ Ուշադիր ու լուրջ լսում էին, եւ Մամփրեն որոշեց հասկացածը մինչև վերջ բացատրել տարեկիցներին։ Ուրեմն այդպես, բայց կան նաև տառեր, որ դաշտի հարթավայրի արվակների պատկեր ունեն։ Ահա, ծայր առան, ոլորվեցին ու տեղը սուզվեցին։ Ահա, ոլորվեցին ու լճացան։ Տառերից մի քանիսն էլ ուրեմն դաշտային արվակի պատկեր ունեն։ Բայց այդ պատկերներով տառերը քիչ են։ Ինչու՞։ Քանզի հայոց աշխարհը լեռնային է եւ գրերի շատը ուզի լեռնային գետակների, առուների ու արվակների պատկերը պետք է ունենային։ Գրերն սովորելուց թորնիկն ստիպեց, թե ջղարեն թող, ու ես թարգեցի։ Հմը այսօր իմ սիրտը ծխել շատ կուզե։ Եվ խաչոյի վառած ծխախոտն առավ ու հակվեց ծնկներին։ Ահագին ժամանակ լուռ էին։ Հայոց գրերը խլվելում էին Մամփրեի ներսում, թրվռում էին հայացքի դիմաց, եւ նա անհանգիստ էր։ Տունը կանչում էր նրան։ Գրապահարանում նա արդեն իր անկյունն ուներ, այբենարանը, կարմիր տարերով լցված տետրերը, անգրել տետրերը, ծայրած ու անծայր կարմիր մատիտներ, ռետին։ Տետրերն ու մատիտները կանչում էին, եւ նա ուզում էր ոտքի ելնել, բայց գարնան առավոտի արևը շատ էր դուրալի։ Գարնան արևը, խոնավ գետնի գոլը, սարերի ձնհալով լցված գյուղի կենտրոնական առուն, աղբյուրի ծորանից պորտկացող ջրի շիթը։ Ջուրը փշրվում է քարե գրում, եւ մանդրիկ շիթերը պարս էին բռնել աղբյուրի գլխին։ Եվ Մամփրեն հիշեց. վարժապետ Տեր Հարությունն ասում էր. Սուրբ Մաշտոցից առաջ հայոց գրեր են եղել եւ հայոց բան, փորված քարե սալիկներ։ Հայոց վայրակ թշնամին ջարդ ու փշուր է արել հայոց քարե մատյանները, եւ գրերը թևավորվել են, կերպարանափոխվել մեղուների եւ թռել սարերը։ Վարժապետ Տեր Հարությունը ասում էր, որ Սուրբ Մաշտոցը հայոց առաջին դպրոցները բացեց հայոց երկրի սահմանաեզրերում, շրջում էր հայոց սահմաններով,
վարժապետներ կրթում, դպրոցներ բացում։ Եվ այդ դպրոցները բերդեր էին սահմանաեզրերում, բերդեր և զորանոցներ, քանզի տարերը, մաշտոցի գրերը զինվորներ են, գեղեցկադեմ, մաքուր և զուլալ և արի զինվորներ։ Երկրի սահմանները պաշտպանող զինվորներ, արդարության, ճշմարտության համար կռվող զինվորներ, գեղեցիկն ու բարին պաշտպանող զինվորներ և հայոց երկրի թշնամոց դեմ կռվող հերոս զինվորներ։ Ահա այդպես։ Եվ վարժապետ Տեր Հարությունն էր ճիշտ, ոչ թե Օհանը։ Ճիշտ չէր Օհանը, երկրի իրենց գյուղի ամենատարեց մարդը, նա, որ հզոր ընկուզենի ուներ և իր ընկուզենու հասակակիցն էր։ Ճիշտ չէր, որ ասում էր, թե հայոց գիրը հայոց թագավորն է, արքան է, հայոց գրերը հայոց զինվորներն են, իսկ թագավորը Մամփրեն է, Մամփրեն է արքան, այսինքն նա, ով այդ զինվորներն ունի իր հրամանի տակ և նրանց կռիվ է տանում հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն գեղեցիկի։ Մամփրեն ոտքի ելավ և լցված հասավ տուն, գրապահարանի իր անկյունից վերցրեց անգրել մի տետր, կարմիր մատիտ, նստեց սեղանի մոտ և թափով ու գլխատառերով գրեց. Մամփրեն արքա է, իսկ Սուրբ Մաշտոցի գրերը զինվորներ են։ Նա գրել էր առանձին բառեր՝ ասա, արա, սար, տար, գրել էր անուններ՝ Արարատ, Սանասար, Սիրան, Տիրան, բայց լրիվ մի նախադասություն, ամբողջական մի միտք, սա առաջինն էր։ Եվ գրեց առանց ճիգ ու ջանքի, միանգամից, և հուզվեց միայն գրելուց հետո, երբ զննեց թիկունք-թիկունքի զգաստ շարված կարմիր գլխատառերը։ Հետո գրածը խնամքով անջատեց տետրից, խնամքով ծալեց, դրեց ծոցը, նստեց դռանը և սպասեց, ուր որ է թոռնուհին դասից գա։ Երբ երեկո եղավ և գերդաստանը քնեց, Մամփրեն վերցրեց տետրերը, վերցրեց այբենարանը, տեսար ու գրերից մեկի պատկերը մտքից թռավ, վերցրեց մատիտներն ու ռետինը և նստեց սեղանի մոտ։ Բայց ինչպես սկսել, ինչպես դիմել։ Եվ ծոցից հանեց գրածը։ Մամփրեն արքա է, իսկ Սուրբ Մաշտոցի գրերը զինվորներ են։ Հաճույքով կարդաց և մեկնեց սեղանին։ Պետք է գրել այսօրինակ, գլխատառերով, այսպես, թիկունք-թիկունքի, զինվորների պես զգաստ շարված և անշուշտ կարմիր մատիտով։ Եվ մատիտը թքոտեց։ Որքան բան կա գրելու, որքան և որքան ճշմարտություններ ունի ասելու Մամփրեն։ Ափսոս, հազար ափսոս, որ գրերի հետ ուշ ծանոթացավ, օր ծերության։ Լավ էր գոնե, որ Մարաթուկը ուխտը կատարեց։ Եվ հիմա Մամփրեն կարող է Մաշտոցի զինվորները շարքի կանգնեցնել ու շարժել։ Որքան է խոսել և միշտ ճշմարիտը։ Ժողովներին որքան և որքան է ոտքի կանգնել։ 100 անգամ միայն Խաչոյի համար։ Այո, մշեցի Խաչոյի արտի, արտերի համար նախագահի, նախագահների դեմ ճակատ է տվել։ Խեղճ մարդը, մշեցի Խաչոն, տարին մի արտ էր պատրաստում լանջերին, ձորաբերանին, քարերի մեջ։ Նախագահը խլում էր, թև ու թիկունք ջարդելով, մշեցի Խաչոն քարցանք սարալանջերից էր հողը խլում, ձորից էր հողը խլում, նախագահը Խաչոյից։ Եվ Մամփրեն ամեն ժողովի ոտքի էր կանգնում։ Արդար չէ, բողոքում էր, սխալ է և բացատրում էր. արտը Խաչոյից խլեցիք, իմացած եղեք, որ այդ արտը կկորցնեք, կտրորեք, կտակ բուլդոզերի բերանը, կլքեք կտակ հեղեղի բերանը, կլցնեք ձորը, ինչպես որ եղավ։ Թողեք, ասում էր, թող այդ լատ արտը Խաչոյի ձեռքին մնա և սարալանջին կպած։ Բայց լսողն ով էր։ Քանզի խոսքը բանավոր էր, քամու բերան ընկած աշնան տերև։ Իսկ գիրը, ճշմարտախոս գիրը։ Հաշվիր, թե խոսքդ քարի վրա ես քանդակել, ժայռերի վրա, միշտ աչքի դիմաց։ Հաշվիր, թե քանց ցորեն ցանել ես և ծիլ է տվել, կանաչել է, հասունացել և ծփում է։ Դե եկ ու մի նայիր, եկ ու ասա, այստեղ արտ չկա, և ասա ցորենի հասուն արտը ոչ մեկին պետք չէ։ Ախ, եթե Մամփրեն հայոց գրերն են գլխեն ծանոթ լիներ։
բայց ուշ չէ, բոլորովին էլ ուշ չէ։ Մի օրվա կյանք էլ ունենաս, այդ մեկ օրն էլ հարկ է, որ կռվես արդարության համար, ճշմարտության ու գեղեցիկի համար։ Խաչոն դեռ ավելորդ մի արտ ունի։ Մշեցի Խաչոյի վերջին արտը դեռ մնում է Սարալանջին։ Խաչոն առվույթ է ցանել ու սպասում է նախագահի վճռին։ Ոչ, արդար արտի ճակատագիրն արդեն Մանփրեն է վճռելու։ Մանփրեն հենց այս գիշեր Մաշտոցի ասպետ զինվորները կշարի եւ արևը չծակած կքշի ուղիղ կոլտնտեսության գրասենյակ։ Այդպես։ Մատիտը բռում սեղմած Մանփրեն մարտական քայլում էր։ Այլևս ոչ մի անկողին, առանց այն էլ քուն չի գալիս աչքերին։ Այլևս ոչ մի անկողին, առանց այն էլ ապրելու քիչ ժամանակ է մնացել։ Իսկ Մանփրեն անելիքներ ունի, գործ ունի, կռիվ ունի, զորօրինակ։ Եվ հանկարծ գայթեց։ Թված թե տախտակապատ հատակին քար հայտնվեց կտրեց ճանապարհը, զարկեց ոտքին։ Մանփրեն գայթեց եւ ձեռքը տարավ գլուխը։ Օխաշ! Ծոցրակի մոտ այնպես իրական պորտկաց ցավը, ինչպես է այն օրը, երբ ինքը Մեհրե աղբյուրի մոտ Օսմանի նենք լակոտ Օսմանին լավ տրորեց, ապա ծնկեց ջուրը դեպի իրենց շախկամի արտի կողմը շտկելու, իսկ այդ ճարպոտ լակոտը այնուամենայնիվ թիկունքից քարով զարկեց ջարդեց իր գլուխն ու փախավ, եւ ուսնի ետ քարերի պես շպրտում էր. Աթաբունար, աթաբունար, որպես թե աղբյուրի անունը Մհրե չէ, այլ աթաբունար, որպես թե աղբյուրը քոնը չէ, այլ իմը։ Օսման, ես քու հավատը։ Կոտրումն ու գաղթը վրա տվեցին, եւ Մանփրեի ու քո կռիվը կիսատ մնաց։ Եվ մնաց որքան ժամանակ, մինչև այսօր։ Իսկ այսօր, հիմա, հենց այս գիշեր, Մանփրեն քո նենք հերը կանիծի։ Ահա թե ինչի համար Մանփրեն սովորեց հայոց գրերը։ Յա մարաթուկ։ Գլխապտույտի մեջ եւ աչքերը մթնդած եւ շունչը հևի ափլփում էր դեպի սեղանը։ Եվ այն մտքից, թե կարող է հանկարծ շունչը փչել, Մանփրեն սարսռաց։ Տեր Աստված, այդպիսի դաժանություն չանես։ Այսքան կյանք ես պարգևել Մանփրեին։ Շնորհիր նաեւ մեկ գիշեր, թակ մեկ գիշեր, այս գիշերն ի լույս, եւ բավական է։ Եվ Մանփրեն գոհ կմնա։ Եվ Մանփրեն խաղաղ աչք կփակի։ Սուրբ Մարաթուկ, դու ճանաչում ես ախր Մանփրեին։ Դու օգնիր, որ Մանփրեն իր անպատասխան կռիվն անի։ Ահա թե ինչի համար սովորեց հայոց գրերը։ Իր պարտք կռիվը տա, ապա կամքը քոնն է, յա Մարաթուկ։ Բայց հայացքի դիմաց մշուշ էր։ Ճերմակն ու կարմիրը խառնվել էին իրար։ Նա բռունցքով տրորեց կուրծքը, քունքերը եւ օգնության կանչեց երկրի սարերի շունչը։ Տրորեց աչքերը եւ օգնության կանչեց սարերին փլված ճանաչ եկեղեցիների զորությունը եւ մատիտը ձեռքն առավ։ Հիմա։ Ահա թե ինչի համար սովորեց հայոց գրերը։ Բայց մատները չէին ենթարկվում։ Ձեռքը դողում էր եւ հենց առաջին տառը ճղվեց։ Քո անունը, Օսման։ Ոտքի ելավ եւ հուզված սկսեց քայլել։ Հիմա սիրտը կհանդարտի։ Դողը հիմա կանցնի, աչքերը կլուսավորվեն, կհանդարտի սիրտը եւ Մանփրեն քո հարամ հերը կանիծի, ճամփաների դարանակալ ավազակ։ Ահա թե ինչի համար Մանփրեն սովորեց հայոց գրերը։ Համբերիր, հիմա։ Հետո ննջարանից բերեց որդու ծխախոտը, վրա ծխեց եւ քշեց դեպի սեղանը։ Յա Մարաթուկ։ Ընտրեց տետրերից լավագույնը, մատիտներից ամենակարմիրը, թքոտեց մատիտն ու սկսեց։ Լուսաբացին որդին հորը գտավ սեղանի մոտ մարած, ճակատը սեղանին, սեղմված բռունցքում մատիտը եւ ճակատի տակ կարմիր գլխատարերով գիրը։ Օսման, Թալանչի Օսման, ուրեմն որպես ավազակ, որ ճամփին կանգնեցիր, այդ ճամփեն քոնն է, հա։ Քու Թալանչի ձեռքը, որ դրան դիպավ, այդ տունը քոնն է, հա։ Քու գիշատիչ աչքը, որ սարը տեսավ, այդ սարը քոնն է, հա։ Քու հարամ շունչը, որ աղբրակին դիպավ, այդ աղբուրն քոնն է, հա։ Աթաբունար։ Մանփրեն ճար չունեցավ, թե քեզ տրորեր,
ու դու հասկանայիր, թե Տալվորիկի սարերում ու ողջ Սասնո սարերում Աթաբունար հրամանուն աղբյուր չկա ու չկա։ Աղբյուրի անունը Մհրե էր ու Մհրե կմնա։ Մհրե աղբյուր, պատմություն կա, արարիչ կա ու հենց եղած զրույց։ Առյուծ Մհեր էդտեղ հենց այդ աղբրի բխած տեղն է հանդիպել առյուծին ու ճղել զառյուծն ու կամոք արարչի տեղն ու տեղը աղբյուր է բխել։ Եվ արարիչն ինքն է կնքել Մհրե աղբյուր, արարիչն է ծնել ու արարիչն է կնքել։ Օսման, թալանչի Օսման, ես էլ մեռնեմ, դու էլ մեռնես, աղբյուրի անունը Մհրե էր ու Մհրե էլ կմնա։ Մամփրե արքա։